Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ժամանակավոր արգելքի վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռևս չի ստացվել։ Նրա խոսքով ռուս մասնագետները արդեն ժամանել են Հայաստան եւ ստուգումներն իրականացնում այն ընկերություններում, որոնց նախկինում սահմանափակվել էր մուտքը ռուսական շուկա։ Նախարարը նշել է, դրական եզրակացության դեպքում այդ ձեռնարկությունների արտահանման հնարավորությունները կվերականգնվեն։ Պապոյանը նաեւ չի բացառել Հայաստանում կարող են լինել ուժեր, որոնք փորձում են խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար ռուսական շուկայում, սակայն ընդգծել է իշխանությունները ռուս գործընկերների հետ աշխատում են իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կայացել է անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են Ախուրյանի ջրամբարի եւ Սարդարապատի կարգավորիչի շահագործման հարցերը։ Հանդիպումը նախ տեղի ունեցել երկու երկրների սահմանային անցակետում, այնուհետև շարունակվել է ՏԿԵ ջրար ՓԲ-ի վարչական շենքում։ Ջրար ՓԲ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, ստորագրված փաստաթղթերը կազմել են երկու ստեկ շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում կողմերը հասել են մի շարք կարևոր պայմանավորվածությունների կապված ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հետ։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը հայտարարել է իր ցուցակից եւս 12 անդամ դուրս կգա, ինչի արդյունքում ցուցակում կմնա ընդամենը 25 տեխնացու։ Կուսակցությունը հիշեցրել է նախապես հայտարարել էր հաջողության դեպքում ձևավորելու է 100-օրյա կառավարություն, իրականացնելու է 3 խոստացած փոփոխությունները եւ կազմակերպելու է արտահերտ ընտրություններ։ Նրանք նշել են, եթե դա հնարավոր չլինի, չեն պատրաստվում 5 տարի ընդդիմադիր падգամավոր աշխատել եւ նախապես ապահովում են մանդատներից հրաժարվելու իրավական մեխանիզմը։ Ընդհանուր առմամբ կուսակցության 87 տեխնացուներից 50-ը արդեն ինքնաբացարկ է ներկայացրել։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, Հայաստանը հակված չէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում եւ ցանկանում է գործընկերությունը շարունակել բնականon հունով։ Նա նշել է, եղել են ժամանակներ, երբ Երևանը իր գործընկերներից ակնկալել է պայմանագրերով նախատեսված գործողություններ, սակայն դրանք չի տեսել։ Միրզոյանը նաեւ արձագանքել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարություններին, ընդգծելով, որ Հայաստանը որևէ հայտ կամ ցանկություն չի ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Նրա խոսքով, քանի դեռ նման որոշում չկա, Հայաստանի հեռացման հարցը չի կարող քննարկվել։ Նախարարը նաև շեշտել է, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը չի կարող սառեցվել, քանի որ կազմակերպությունը գործում է կոնսենսուսային որոշումների հիման վրա։ Փաշինյանը հայտարարել է, այս տարի Հայաստանը զենք է արտահանել միջազգային շուկա եւ ըստ նրա դուրս է եկել սպառազինության միջազգային շուկա։ Նա հրավիրել է մայիսի 28-ին կայանալիք զինվորական շքերթին, նշելով, որ տեխնիկայի մի մասը, այդ թվում տեղական արտադրության նմուշները հետո կցուցադրվեն Երևանի Հանրապետության հրապարակին հարող տարածքում։ Գևորգ Պապոյանը հայտարարել է, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները իրականում շատ լավ են եւ շարունակում են մնալ գործընկերային։ Նա վստահեցրել է, ռուսական կողմի հետ դժվարություններ չեն սպասվում, այդ թվում ցորենի ներմուծման կամ գազի մատակարարումների հարցում։ Նախարարի խոսքով նույնիսկ հնարավոր բացասական սցենարների դեպքում բոլոր անհրաժեշտ մեխանիզմները արդեն մշակված են։ Նա ընդգծել է, Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել ցորենի եւ մյուս ռազմավարական ապրանքների մատակարարումները, որպեսզի որևէ մեկից կախվածություն չունենա եւ կարողանա ազատ մանևրել։ Նա հավելել է, հունիսի 8-ից ժողովրդի հաղթանակից հետո իր խոսքով ամեն ինչ լինելու իդեալական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Մակրոնը ընդգծել է խաղաղ գործընթացի շարունակական առաջընթացի կարեւորությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է The Insider-ի հրապարակումը, որտեղ խոսում էր Հայաստանում կայանալիք խորհրդանական ընտրություններն ռուսական հնարավոր միջամտության մասին։ ԱԳՆ-ն հայտարարել է, հրապարակումը կեղծ է եւ այն անվանել է սադրանք, ուղղված ռուս դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն եւ ընտրություններից առաջ Հայաստանում վախի մթնոլորտ ստեղծելուն։ Մոսկվան նաեւ հայտարարել է, հրապարակման մեջ ներկայացված կենսագրական տվյալներում կան բազմաթիվ փաստական սխալներ եւ անճշտություններ, իսկ հրապարակված սքրինշոթերը չեն կարող համարվել փաստացի ապացույցներ։ ԱԳՆ-ն հայտարարել է, պարբերականը չի ներկայացել որևէ համոզիչ փաստ իր պնդումները հաստատելու համար։
Զախարովան հայտարարել է Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Զախարովայի խոսքով Փաշինյանի կողմից ԵԱՏՄ միջոցառումներին չմասնակցելը արդեն դառնում է օրինաչափություն եւ ինչպես ինքն է նշել, սա արդեն դառնում է մի համակարգ։ Նա ընդգծել է, այդ բացակայությունը միության աշխատանքի վրա չի ազդի, սակայն խնդիրը իր ձևակերպմամբ միայն Հայաստանի մեջ է։ ՊՆ-ն հերքել է տեղեկությունը, թե Ջերմուկի հատվածում վերջերս հայկական զինված ուժերը դիրք են հանձնել։ ՊՆ-ի տարածված հայտարարության մեջ նշվում է, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից մեկի հրապարակած տեսանյութում անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է տարածում այդ թեմայով։ Նախարարությունը պաշտոնապես հայտարարել է նշված տեղեկությունը, ապա տեղեկատվություն է։ Միաժամանակ ՊՆ-ն իրավապահ մարմիններին կոչ է արել ուսումնասիրել տեսանյութն ու այնտեղ ներկայացված տեղեկությունները։